Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 12-ի համար, օրը երկուշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 12-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև բամբասանքներ կան ձեր շրջապատում կամ ձեր մասին կարող են բամբասել, որից իրադարձություններ ունեք, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաև դա կարող է լինել վերջին 1 ամսվա իրադարձության ավարտը։ Գումարի մասին ոմանք կարող են խոսել կամ գումար կարող եք ծախսել այդ օրը եւ հանդիպում ունեք որից մարդկանց հետ գաղտնիք կբացահայտվի եւ հանկարծակի այդպես ձեզ համար լուր դա կլինի եւ ուրախ եք, դա ձեզ կուրախացնի։ Ոմանք կարող են աշխատանքի վայրից նամակ ստանալ, ոմանք եթե պատվերով եք աշխատում կարող հաճախորդի հետ եք գրառման մեջ մտնում։ Նաև տեղեկատվություն աշխատանքի վերաբերյալ կարող եք ուղղակի ստանալ, ինչ որ կարող կանչում են հարցազրույցի եւ այլն։ Ոմանք այստեղ կարող է պետական աշխատողից եք նամակ ստանում այդ օրը։ Եվ եթե պատվիրել եք ինչ որ բաներ, դրանք կարող են գալ ձեզ մոտ հասնել։ Ի վերջո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 12-ին։
Հարգելի ցուրեր, այդ օր ինչ-որ մի բան է ձեր ձեռքից գնում, դա ձեզ ցավ է տալիս, կարող է հաճախորդն է, կարող է ինչ-որ մի բան է, որը չէիք ուզում գնալ, կարող է պայմանավորվել էիք, բայց ի վերջո ձեզ չեն ընտրում, հա, ինչ-որ մի բան է, որ ձեզ ցավ է տալիս, այն ինչ-որ կարող է ձեր ձեռքից ոչ թե հնարավորություն եք բաց թողնում և դրա համար եք ցավ զգում։ Ընկերոջ հետ հանդիպում ոչ թե տհաճ պահեր կամ իր մոտ կարող է լինել, կամ իր հետ հանդիպումը ձեզ համար տհաճ լինել, այդպես կամ կարող եք խոսել, կամ նաև կարող եք չխոսել իրար հետ, հա, այդպես։ Եվ ուրախ եք, երջանիկ եք, ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու, ինչ-որ մի բան է ձեզ ուրախացնելու այդ օրը, մի կողմից ցավն է, մի կողմից ուրախությունն է, ինչ-որ երկակի օր է։ Նաև հանդիպում շփում ձեզ համար շատ հավատարիմ մտերիմ անձնավորության հետ եւ ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, ոմանց համար էլ սա կամ շուտ պետք է պարկեք քնելու կամ կարող է ավելի ուշ եք պարկում քնելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 12-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք պետական հիմնարկության աշխատողի հետ հանդիպեն, նաև դա կարող է լինել հարցազրույց, հաճախորդի հետ զրույց եւ այլն, այն ինչ որ աշխատանքի մասին նաև խոսակցություններ, թեմա։ Յուրաքանչյուր ամիս ինչ որ իրադարձություն է ձեզ հետ կատարվում, այդ ամիս եւս կկատարվի, հենց կարող այդ օրն է կատարվում, նաև եւ կարող է ավարտվում է վերջին մեկ ամսվա ոչ իրադարձություն կամ այստեղ տհաճ է ձեզ, որովհետև էլի եկավ այդ վճարման ժամը, վճարման օրը, դրա համար կարող դա ձեզ համար շատ տհաճ է, որովհետև տհաճ պահեր կան, դրանք դա ձեզ տհաճություն է տալիս։ Եվ հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, հնարավոր է նաև աշխատանքի վայրում եք հանդիպում, գնում եք ինչ-որ մի տեղ այնտեղ է նա, կամ կարող է ինքն է ձեզ օգնում ընդունվեք որևէ աշխատանքի։ Այդ օրը նվեր կստանաք, նվեր կպատրաստեք, որևիցե կարող է ինչ-որ մի բան է, որը ձեզ համար եւս նվեր է, կարող է ընկերը ձեզ օգնում է աշխատանքի տեղավորվել, դա է ձեզ համար նվեր։ Եվ նորություն կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ես ասեցի չէ, որ վարչապետը կգնա ճամփորդության։ Հիշում եք ձեր օրոք եմ ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 12-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը գումարի հետ կապված որ ինչ որ հաղթանակած դուրս կգա կամ կարող ձեզ այնց են պատվիրում, վճարում են ձեզ կամ վարկեք կարող ձևակերպել, դա է գումար են տալու ձեզ։ Ինչ որ նմանատիպ ոչ է մի բան։ Նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, դե գումարը այսպես թե այնպես կստանաք։ Բայց ինչ որ մի հաղթանակի գնով կամ կողոնակի վերջո ձեր աշխատավարձը վերցնել, հա, կողո նաև այդպես ինչ որ մի բան է։ Նորություն այդ օրը կլսեք, երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք կամ երեխաների հետ է կապված նորություն է։ Եվ այստեղ կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, յուրաքանչյուր բան երեխաների հետ կապված, ծնողական ժողով այնտեղ, չգիտեմ, յուրաքանչյուր բան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 12-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, հնարավոր է նաև վիճում եք, հնարավոր է նաև ուղղակի տուն եք մաքրում, կարող ասում են, օրինակ ժամը 3-ին գալիս ենք ձեր տուն եւ տուն եք մաքրում այդ ընթացքում։ Ամենայն դեպս ժամը ձեզ համար շատ կարևոր է։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, նաև յուրաքանչյուր բան երեխաների հետ կապված եւ այդ օրը ինչ որ մի բան կամ ինչ որ մեկը կարող են գնալ ձեր կյանքից։ Ավարտում եք ինչ-որ մի բան եւ ուղարկում եք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 12-ին։
Հարգելի կույսեր, այնքան շատ իրադարձություններ ունեք օրվա ընթացքում։ Ուրեմն գումար կամ կծախսեք կամ գումարի մասին կխոսեք, հանդիպում որևիցե մեկի հետ, նաև կարող է այդ մեկից հիասթափվում եք, այդ մեկի հետ կարող է գործնական հարաբերություններ ունեք, գործնական հանդիպում է դա, ամենայն դեպս հիասթափություն ունեք կամ տխրում եք, կամ այդ մարդուց եք հիասթափվում, նաև գումար կարող եք ծախսել, գումար կարող է գալ, հեռախոսով կարող եք խոսել ինչ-որ մեկի հետ գումարի մասին, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, որը ձեզ կարող է տհաճություն պատճառել, երկայքի օր եմ, այստեղ ինձ թվում է սա մեկ հոգու հետ չի կատարվելու, գաղտնիք կբացահայտվի, որը որ ձեզ տհաճություն է տալիս և դրանից հետո ճանապարհ եք գնում, կամ այդ ճանապարհն է ձեզ տհաճ, կամ ինչ-որ տհաճ պահեր կարող են լինել ճանապարհին, ուշադիր եղեք պետավտոտեսուչներից և այլն, մի կողմից էլ ուրախ եք, ինչ-որ մի բան է ձեզ ուրախացնում, ունեք երեխաների հետ կապված, ինչ ցանկություն որ ունեք, դա կարող է կատարվել, յուրաքանչյուր բան, ինչը որ կար, և այստեղ այլ ոչինչ չկա, կարող է նաև սա այսպես շարան է իրար հետևից, կարող է կախված է դրանից, կարող է ձեր երեխաների հետ կապված ինչ-որ ցանկություն ունեք, կամ մտածում եք ձեր երեխաները գումար կուղարկեն ձեզ, նման ինչ-որ մի բան է, որը որ հեռախոսով զանգահարում են և ստանում եք այդ գումարը, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք կշերքների, ինչ է սպասվում կշերքներին մայիսի 12-ին, մեկ րոպե, Հարգելի խեցգետին, կշերքներ, խեցգետինների հետ կապված հաստատ ինչ-որ մի բան կունենաք, որովհետև խեցգետինները ուր, դուք ուր, այստեղ արդեն բավական անցել եմ, այդ օրը հանդիպում կունենաք, կողը խեցգետնի հետ եք հանդիպելու, նաև երջանիկ եք, ուրախ եք, այստեղ հեռախոսազանգ կունենաք այդ օրը, նաև սեղանի շուրջ կնստեք, մի խոսքով այդ հանդիպումը ձեզ երջանկություն կբերի, այդպես կզանգահարեք, կպայմանավորվեք և այլն և կնստեք սեղանի շուրջ և երջանիկ կլինեք, և գումար կծախսեք այդ օրը, ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, որից է սուտ կա, այդ ստի պատճառով կարող եք ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց թողնել, ինչ-որ մի հնարավորություն կամ ինչ-որ մի բան, այդ ամբողջ ստի հետ է կապված, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք կարիճների, ինչ
Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 12-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գումար կարող ծախսել, որից է հարցեր կարող լուծել, ավարտել, կարող գումար եք ծախսում, հենց այդպես ոնց որ հարցերն էլ լուծում եք միանգամից, որոշումը ավարտում եք, նաև այստեղ հանդիպում ընկերոջը, շփում ընկերոջ հետ եւ կարող եք հուզվել, կարող վաղուց եք տեսել ձեր ընկերոջը, տեսնելուց ամենչապես հուզվում եք։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կարող են ձեր երեխաները նաև եթե մեծ են ընդունվեն աշխատանքի, նաև երեխաների հետ կապված հանդիպում ոչ պետական աշխատողի հետ եւ դա ինչ-որ մի բաներ են, որոնք որ երեխաներին է վերաբերվում եւ աշխատանքի, չգիտեմ, այստեղ կարող է ոչ բոլորի մոտ է սա, կամ աշխատանքի վայրում չգիտեմ, երեխաներ կարող են ընդունվել կամ երեխայի պետք է սովորեցնեք, ոչ այդքան փոքր իհարկե, բայց ինչ որ ստաժի նման կարող են գալ եւ իրենց սովորեցնեք ինչ որ մի բան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դե եթե դուք աշխատանք եք փնտրում, հնարավոր է գտնեք երեխաների հետ կապված աշխատանք։ Դա կամ մանկական խանութ կամ երեխաներին վերաբերող ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 12-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուղեցե գաղտնիք կարող է բացահայտվել, նաև հանդիպում շփում կունենաք գործնական որևիցե մեկի հետ, նաև այստեղ կամ թաքուն գործողություններ են, կամ թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, այդ օրը կարող եք հանդիպել, ոչե մարդուց, մեկից, ինչ-որ մի բանից հիասթափություն կամ նաև կարող է տխրություն է սա։ Աշխատանքի հետ կապված ոչ իրադարձություններ կան, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք այստեղ պետական աշխատող է, ում հետ կարող հանդիպում եք գործնականորեն կամ շփվում եք, նաև հարցազրույց այդտեղ կարող է լինել հաճախորդներ, պատվերներ եւ այլն, կարող են նման ինչ-որ գործեր եք անում։ Եվ սպասում եք, ինչ-որ մարդկանց եք սպասում կամ ինչ-որ բանի կա, դա է հիասթափության պատճառը, որ հիասթափում եք, որ դեռ չկան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք այդ ճղճուրներին։ Ինչ է սպասվում այդ ճղճուրներին մայիսի 12-ին։ Հարգելի այդ ճղճուրներ, այդ օրը գումար կարող եք ծախսել, նաև որ երեխաների վրա եք գումար ծախսում, նաև երեխաների հետ կապված յուրաքանչյուր իրադարձություններ կարող են լինել։ Սուտ կա այդ օրը, նաև սուտը կարող է հենց կապված լինել գումարի հետ, կարող է գումար եք ծախսում, պատվիրում եք ինչ-որ մի բան, բայց ինչ-որ մի ձևով սուտ է դա։ Ճիշտ չէ։ Եվ այդ օրը նաև հիասթափություն, այստեղ կարող է հենց այդ ստի պատճառով է, որ հիասթափություն կունենաք կամ կարող եք տխրել եւ որոշ գործեր այդ օրը կմնան, չեք հասցնի անեք, ավարտեք։ Եվ սպասում եք ինչ-որ մեկին, որ գումար վճարեք կամ խոսեք գումարի մասին կամ քննարկեք արժեք, այդպես նաեւ դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 12-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, ինչ-որ հարցեր կարող են լինել, որոնք որ ձեզ սկսեն տատանել, այդ ես կարող եք մտածել, կարող հեռախոսազանգից այնտեղ ինչ-որ բան են առաջարկում, ձեզ սկսում եք մտածել դրա մասին, տատանվել, գումար կարող եք ծախսել, այստեղ սեղանի շուրջ եք նստելու, կարող դրա վրա եք գումար ծախսում կամ գումարի մասին կամ արժեքի մասին կարող եք խոսել, նաև չար լեզուներ, բամբասանքներ կամ ձեզ մոտ կամ ձեր հասցեին եւ հաջողություն ունեք, ոչ մի բանն էլ հաջողությամբ այստեղ կավարտվի, կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 12-ին։
հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան հաջողություն ունեք, ինչ-որ մի բան հաջողությամբ կանեք, կավարտեք, ոչ թե գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը ցերեկը, եւ իհարկե երեկոյան եւս ուրախ կլինեք, երջանիկ կլինեք, ինչ-որ մի բանը ձեզ կերջանկացնի, սիրելին է, սիրելիի հետ է կապված կամ յուրաքանչյուր բան այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։